Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի արևելյան թևի հրամանատարությունն ապրիլի 1-ին համատեղ զորավարժություններ է սկսել Թայվան կղզու շրջակայքում, այս մասին հաղորդում է Խինչուա գործակալությունը, վկայակոչելով հրամանատարության խոսնակ ավագ գնդապետ Շի Ինին։ Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները բնութագրվում են հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ կարգախոսով։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ Այսօրվա չին-ռուսական հարաբերություններն առանձնանում են 3 հատկանիշներով։ Առաջինը հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ, մեր հարաբերությունները գնալով ավելի են հասունանում, հիմնված պատմական փորձի շարունակական սինթեզի և անցյալից դասեր քաղելու վրա, ասել է Վան Ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 31-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները պահպանում է Հյուսիսային Կորեայի հետ կապի ուղիները, ինչպես գրում է Բլումբերգը, նա խոստովանել է, որ ինչ-որ փուլում կարող է կապ հաստատել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք եւ այո, կա հաղորդակցություն, այո, մենք կարող ենք ինչ-որ պահի ինչ-որ բան անել, ասել է Թրամփը։ Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սենեին այցով Ադրբեջանում է։ Այցի շրջանակում նախատեսված է Սենեի հանդիպումներն Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական բաժնի ղեկավար Հիկմեթ Հաջիևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ այլ պաշտոնյաների հետ։ Ֆրանսիայի ծայրահեղ աջ ազգային միավորում կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարի Լեպենը, ինչպես նաև այս կուսակցությունից Եվրախորհրդարանի 8 падգամավոր եւ 12 օգնական մեղավոր են ճանաչվել Եվրախորհրդարանի միջոցների յուրացման գործով։ Փարիզի դատարանը Մարի Լեպենին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, որից 2-ը պայմանական, 2-ը էլեկտրոնային թևնոցով։ Լեպենին արգելվել է առաջադրվել պետական պաշտոններում։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին կատարյալ ապուշ է անվանել, այս մասին հայտարարել է ինքը Սլովակիայի վարչապետը։ Այսօր ես հեռախոսով խոսեցի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, մենք քննարկեցինք 2 թեմա, առաջին թեման մաքսատուրքերն էին, որոնք մեզ վրա են դրել։ Նա ինձ ահավոր նախատեց, Ռոբերտ, ինչ ես արել, ինչու ես նման բանակցություններ վարել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, դու նորմալ ես, ասել է Ֆիցոն։ Քաղաքական գործիչը եվրոպացի պաշտոնյաներին կոչ արել մի փոքր հանգստանալ, հատկապես երբ խոսքը գնում է ամեն գնով ու ցանկացած պարագայում քննադատության մասին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում արդյունավետ եւ հաջող բանակցությունների հույս է հայտնել, հաղորդում է Թանսիմ գործակալությունը։ Հեռախոսազրույցում Փեզեշքյանը եւ Իլհամ Ալիևը շնորհավորանքներ են փոխանակել իսլամական Իդ ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ։ ԱՄՆ իշխանություններն արդեն ստացել են Օմանի միջոցով փոխանցված Իրանի պատասխանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջարկով։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԻՌԻԲ հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։ Ըստ Օմանից մեր բարեկամների տեղեկատվության, նամակն արդեն հասել է հասցեատիրոջը եւ ուսումնասիրվել է, նշել է նա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Թուրքիայի նախագահի հաղորդակցության տնօրինության հաղորդագրության համաձայն հեռախոսազրույցը տեղի ունեցել Ֆրանսիայի ղեկավարի նախաձեռնությամբ։ Մակրոնը շնորհավորել է Էրդողանին Ռամադանի տոնի կապակցությամբ եւ հաջողություն մաղթել իսլամական աշխարհին։